Ըզհաց մեր հանաբազորդ, դուր մեզ այսօր։ 15 օգոստոս 2020 թիվ։ Ներկա ժամանակի նշանները տեսնելով չեք կրնար հասկանալ անոնց իմաստը։ Օրվա ընթերցվածքն է Ավետարան ըստ Մատթեոսի 16-րդ գլուխ 13-ին 19 համարները։ Հիսուս Փիլիպոսի Կիսարիայի գողմերը երթալով իր աշակերտներուն հարցուց ու ըսավ. Մարդիկ ով գսեն թե ես, որդի մարդու։ Անոնք ըսին, ոմանք գսեն թե Հովհաննես Մկրտիչն ես, ուրիշներ Եղիան, ուրիշներ ալ Երեմիան կամ մարգարեները մեկ։ Հիսուս ըսավ անոնց. Հաբա դուք ինձի համար ով գսեք թե եմ ես։ Սիմոն Պետրոս պատասխան տվավ ու ըսավ. Դուն ես Քրիստոսը, կենտանի Աստուծո որդին։ Հիսուս ըսավ անոր. Երանի քեզի, Սիմոն, Հովնանի որդի, վասնզի մարմինը եւ արյունը քեզի չհայտնեցին ասիգա, հաբա իմ հայրս, որ երկինքն է։ Ես քեզի գսեմ, թե դու Պետրոս ես, ու ես այդ վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցիս, եւ դժոխքի դռները անոր պիտի չհաղթեն։ Երկինքի տակավորության բանայիները քեզի պիտի դամ, եւ ինչ որ երկրի վրա գաբես, երկինքի մեջ կապված պիտի լա, ու ինչ որ երկրի վրա արձակես, երկինքի մեջ արձակված պիտի լա։ Ապա աշակերտներուն պատվիրեց, որ մարդու չսեն, թե ինք Քրիստոսն է։ Բարի լույս ձեզ, աշխարհի բոլոր ծայրերուն գտնվող հայեր եւ մեր եթերաժամին հետևող սիրելի հավատացյալներ, ո մասնավորապես մեր ամենօրյա հացը կիսող եւ ուրիշներուն հրամցնող սիրելի ունգընտիրներ։ Ուրախ եմ գրգին ցեզի հետ հանդիպման հնարավորության համար։ Կոհանանք Աստուծմե իր անսահման սիրո համար եւ խնդրենք, որ Տերը դա բոլորիս այն, ինչը կբացի մեզի իրեն ճանչնալու համար։ Իսկ բոլորիս արթնություն է պետք Տիրոջը դառնալու համար։ Անոր մասին ճշգրիտ գիտելիք ու ամուր հավատք պետք է անոր ճշմարտապես ճանչնալու համար։ Դեր Հիսուս շրջեցավ քաղաքներ ու գյուղեր, հանդիպեցավ անհավատներու, անկետներու եւ հավատացյալ մարդոց։ Տեսավ փարիսեցիներու գեղձավորությունը, ճանչցավ ժամանակի քահանայապետներու իշխանադենչությունը, իմացավ սատուկեցիներու գասկածը հարության վերաբերյալ, օրենսգետներու դարաբաշտությունը տեսավ եւ անոր հանդիպեցավ նաեւ նշան հայցողներ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս մեկ նախատասությամբ նկարագրեց այդ սերունդի մարդոց չար եւ շնացող սերունդ։ Անոնց հետ շփման ժամանակ Հիսուս անոնց ուղղած հարցերը կհասկնար, որ իրեն չեն ընդունած որպես բրգիչ, որուն կսպասեին։ Իր հասցեին լսեց բազում անարգալից արդահայտություններ, կասկածներ, վիրավորական մտքեր։ Այնուամենայնիվ, Հիսուս կգամենար իմանալ իր խոսքը կհասնի մարդոց սրդին, կհասկնան լսածը թե ոչ։ Մատթեոս ավետարանիչը մեզի կպատմե, որ Հիսուս իր աշակերտներուն կհարցնե. Մարդիկ իմ մասին ինչ կսեն, ով եմ ես։ Ըստ աշակերտներու պատասխանին հասկանալի կդառնա, որ առանցին ժամանակ եղած է այդպիսի հարցադրում, որովհետև աշակերտները մեկ անգամ են սկսան տալ մարգարեներու անունները եւ Հովհաննես Մկրտիչի անուն նաեւ տվին, բայց ոչ երբեք Քրիստոս եկած իբրև Մեսիա։ Այդ սերունդը անորոշության մեջ էր ամբողջությամբ։ Մեկ կողմեն իրենք կճանչնային, գիտեին անոր ծնեղներուն, մյուս կողմեն
Հիսուսի կատարած հրաշքներ ու բժշկությունները բացարձակ աստվածային հեղինակությամբ խոսիլը անոնց համար դարագուսանքի առիթ էր։ Մյուս կողմենալ իրենք էին այդ սերունդի մեջ գրտվածներուն եւ գարտացածները, եւ իրենք գիտեին, որ Մեսիան պետք է գա։ Այդ պատճառով անոր կնմանցնեին Եղիայի եւ Երեմիա մարգարեներուն, ոմանք ալ Հովանես Մկրտիչին։ Սիրելիներ, գտեսնեք, որ հավատքը աստվածաբարգև առաքինություն է, որ շատերը կգամենան ունենալ։ Գուցե այդ սերունդն ալ գուզեր ունենալ այնպիսի հավատ, որ մեկ անգամեն ընդունեին Հիսուսին որպես Մեսիա։ Բայց զարմանալին այն է, որ Հիսուս այդ նույն հարցը լուտա իրեն հետ շրջող, իր խոսքը լսող աշակերտներուն, որոնք լքած էին ամեն բան եւ հետեված էին իրեն։ Չնայած, որ Հիսուս բազում անգամներ քաջալերական եւ հավատքի խոսքեր լսած էր իր աշակերտներեն, իր հասցեին։ Այնուամենայնիվ հարցուց անոնց, իսկ դուք իմ մասիս ինչ կսեք, ով եմ ես։ Սա ըստուկողական հարց է բոլոր ժամանակներու համար առանց բացառության։ Պետրոս իր սովորության համաձայն առաջինը պատասխանեց. դուն ես Քրիստոսը, գենտանի Աստուծո որդին, որուն հաջորդեց Տիրոջ քովեստի խոսքը Պետրոսի ասցեին, թե երանի է քեզ Սիմոն Հովնանի որդին։ Մենք իրավունք չունենք որևէ մեկու հավատքը քննության ենթարկելու եւ չենք ալգրնար, սակայն դեպքերը կբացահայտեն ամեն ինչ հերթով ու գարկով։ Թեր ծանր ու դժվարին ճանապարհ պիտի անցներ Պետրոսը իր այս համարձակ խոսքին համար։ Այդ պահին կհավատար, անվերաբահ, բայց հաջորդ պահին, երբ փորձությունը եկավ, զգաց, որ հավատքը զորեղ չէ։ Նորեն ինգավ, նորեն կանգնեցավ, մինչև դեր Հիսուս անոր զորություն տվավ, իշխանություն տվավ։ Երաների տված էր դերը Պետրոսին իր հաստատակամության համար։ Այսպիսի երանի ալ տված էր Թովմասի դերահավատության ժամանակ, որը մեզ կվերապերի։ Իսկ եթե մեզ 21-րդ դարու քաղաքագիրտ քրիստոնյաներուս այս հարցը դա մեր դերը Հիսուս Քրիստոս այսօր, այս պահին, ինչ կպատասխանենք մենք, որ 2000 տարի կլսենք, որ Հիսուս Քրիստոս մարմնացավ, մարդացավ, ծնավ գադարելապես Սուրբ Մարիամ Աստվածածնեն, չարչարվեցավ, խաչվեցավ, թաղվեցավ եւ երրորդ օրը հարություն արավ։ Այո, այսքանը գիտենք, բայց շատեր չեն գիտեր, անշուշտ, բայց հավատալ, որ Հիսուս Քրիստոս հարություն արած է, բավական չէ անոր ընդունել եկած որպես բրգիչ։ Մենք նախ պետք է տավանենք մեր բրգվողի վիճակը, որպեսզի զգանք, որ մեզի բրգիչ է պետք։ Օրվա ընթացքին քանի անգամ կզգանք, որ կխորտակվենք եւ մեզ բրգիչ է պետք։ Միթե աշխարհի իրադարձություններուն նայելով գրնանք հավատալ, որ մարդը բրգիչ կփնտրե։ Միթե մեկը գսե, որ ինքը մեղավոր է եւ մեղքի ջիրաններու մեջ է, որբեսի իրեն բրգեն։ Ոչ։ Մենք լավագույն դեպքին գսենք, որ Քրիստոս Աստված է եւ մենք կհավատանք, որ Աստված է։ Իսկ եթե ինչ պարտավորություն ունենք անոր նկատմամբ, առայժմ առաջնային հարց չէ։ Քերեզմանը թափուր տեսնելը հետո Մարիամ Մագդաղենացին լուրը դարավ աշակերտներուն։ Անոնք սուքի մեջ էին, իրենց Տիրոջը մեռած տեսնելեն ետք, որովհետև չկար այն հավատքը կամ այն գիտությունը 3 տարվա, որ անverջ լսած էին, թե ինքը հարությունը պիտի առնա։ Կհավատային իրենց աչքերուն, որ մեռած տեսան մեր Տերը։
ոտքի գեցան, վազեցին թեպի գերեզման։ Ըստ մեր դրամապանության, աշակերտները պետք է այդ 3 օրը ուրախությամբ սպասեին Քրիստոսի հարությունը, բայց այդպես չեղավ, այդպես չէ նաև հիմա։ Մենք ավելի շատ կողբանք Քրիստոսի մահը, քան ուրախանանք անոր հարությամբ։ Ոչ մեկ նեղության չենք դիմանար, փորձություններու մեջ անվարժ ենք, մեղքի մեջ կդարաբինք, անորոշութենեն, խուջաբի ու դակնավի մեջ ենք եւ այլն։ Կնշանակե մենք ալ Քրիստոսին չենք ճանչցած որպես բրգիչ։ Մենք ալ վստահ չենք ասեր, իմ դերն ու բրգիչն է, իմ մեղքերու քավիչն է, իմ հույսն ու իմ ավավենն է։ Եթե հնարը լար մարդոց աղոթքները լսել բարձրացային, ապա գլսեինք միայն դուր, դուր, լսե, լսե, լսե։ Ով գսե, դեր գդարաբիմ իմ նախանցեն, օգնեզիս, գամ իմ ակահութենեն, ազադեզիս, իմ իշխանադենչութենեն ու հբարդութենեն, բրգեզիս եւ այլն։ Գիտեք ինչու գսեմ, որ այսպիսի բաներ չեն խնդրեր Աստուծմե, որովհետև այս մեղքերու պատճառով է աշխարհը գերտա դեպի գործանում։ Աշխարհի լուրերն ալ այդ մասին գխոսին սիրելիներ։ Բայց մենք Քրիստոսին ապավինողներս այսպես չլանք։ Նա բրգիչ է, որովհետև մենք մեղավորներ ենք։ Հանցն առնենք այս իրականությունը, որովհետև մեր դերը մեզ բրգե մեղքի ծովեն։ Մնացեք սիրով, հույսով ու հավատարիմ մեր բրգին։ Եկեք միասնաբար աղոթենք 27-րդ Սաղմոսը։ Ով դեր, քեզի կկանչեմ, ով իմ վերս մի լրեր, չլա որ լրելուտ համար գերեզմանը իջնողներուն նմանին։ Լսե իմ խնդրվածքիս ցայնը, երբ քեզի աղաչեմ։ Երբ իմ ցերկերս վերցնեմ դեպի կուսուր թապիրդ, զիս մի գործընծներ ամպարիշներուն հետ ու անօրենություն կործողներուն հետ, որոնք իրենց ընկերներուն հետ խաղաղությամբ կխոսին, բայց սրտերնում մեջ չարություն կա։ Հադուցե անոնց իրենց գործերուն համեմատ ու իրենց ըրակչարության համեմատ, իրենց ցերկերուն գործերուն համացայն հադուցում է անոնց։ Որովհետև անոնք դերոջը ըրածները ու անոր ցերկերուն գործերը նկատի չեն առներ, պիտի գործանես անոնք ու ալ պիտի չշինեն։ Օրհնյալը լա դերը, որ լսեց իմ աղոթքիս ցայնը։ Դերը զորությունս ու ասպարս է։ Իմ սիրտս անոր հուսած ու ես ուխնություն կդա։ Ուստի սիրտս ուրախացավ եւ ես իմ երկովս զանիգա պիտի քովեմ։ Դերը անոնց ուժն է ու իր օծյալին փրկությանը բարիսպն է։ Բրգեք ու ժողովուրդդ ու օրհնեք ու ժառանգությունդ, նաեւ հովվե զանոնք ու հավիտյան բարձացուր։ Ամեն։